Մենք շատ հաճախ, ասենք, հույսներս դնում ենք իրավապահ մարմինների վրա, որոնք որ ալարում են մի քիչ ավել աշխատեն, ալարում են, դա լինեն քննչական մարմիններ, ԱԱԾ-ն լինի, ոստիկանություն լինի, շատ հաճախ հակառակորդի հետքերն են մեր առօրյայում երևում, իմ համար ակնհայտ երևացող, չգիտես խի մեկ էլ լսում ես, որ այս ինչ բանն է մեղադրվում, սա դժբախտ պատահարակ, կամ փորձանք է, ախպեր, մի քիչ ավելի լայն մտածեք, դուք պատերազմի մեջ եք 88 թվականից թուրքերի հետ, առ այսօր, պատերազմը չի դադարել, առ այսօր, այդ թուղթ ստորագրելը անգամ չկա, որը անմիջապես, ասենք, ստորագրությունից հետո չի, որ պատերազմը դադարում է, դրանից կարող է տասնյակ տարիներ հետո պատերազմը շարունակվի, արդեն ժողովուրդների միջև։ Կարող է հենց հաջորդ օրն էլ շարունակվի, ինչպես իրենք են ասում։ Իհարկե, զինադադարը 20 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված, ամսի 10-ին մեզ 157 գումարտակը, որի հրամանատարը ես եմ եղել, գրոհում է օդանավը, անհայտ օդանավ, ինչ անհայտ օդանավ պետք է լիներ, և 3 ռումբ է գցում,